Մարիա սերիալում սյուժեն գնալով թեժանում է, իսկ վերջին զարգացումները հուշում են, որ շուտով մենք կարող ենք ականատես լինել դրամատիկ շրջադարձի, որը վերջապես կբերի Դավիթի արդարացմանը։ Երկար ժամանակ սերիալում բաց էր մնում մի կարևոր հարց՝ Արտակի սպանությունը։ Թեև ամեն ինչ առաջին հայացքից մատնանշում էր Դավիթին, սակայն հեռուստադիտողները գիտեին արդեն, որ Դավիթը որևէ մեղավորություն չունի և իրական մեղավորը Ռաֆն է, հմուտ մանիպուլյատոր, ով կարողանում է մարդկանց իր կամքով շարժել։ Բոլոր հերոսների պայքարի առանցքում հենց Արտակի ընկերոջ անհայտ լինելն էր, նրա բացակայությունը կասկածելի էր, և հեռուստադիտողները վաղուց սպասում էին ինչ-որ մեկի հայտնվելուն, որպեսզի նա հենց բացահայտեր ճշմարտությունը։ Այժմ ըստ երևույթին նա վերջապես վերադարձել է ու հանդիպել Սոֆյայի հետ։ Սոֆյայի կերպարը սերիալում միշտ էլ եղել է երկիմաստ, նա մեկ կանգնած է եղել Ռաֆի կողքին, այնուհետև կասկածները կրծել են, ու նա փորձել է պարզել, թե ինչու է Ռաֆն օգնում նրան, բայց բնականաբար Ռաֆը կարողացել է ամեն անգամ մանիպուլացնել Սոֆյային ու դեպի իրեն թեքել։ Սակայն վերջին օրերին մենք տեսնելու ենք Սոֆյայի կերպարի փոփոխությունը, նա սկսել է կասկածել Ռաֆին, իսկ Արտակի ընկերոջ հայտնվելը կարծես դրդել է նրան քայլեր ձեռնարկել ճշմարտությունը բացահայտելու ուղղությամբ, քանի որ Արտակի ընկերը Սոֆյային հարցնում է, թե արդյոք Արտակի սպանության համար պատասխան տվողի անունը Ռաֆ է, իսկ դա նշանակում է, որ Արտակի ընկերը եկել է բացահայտումներ անելու։ Բնականաբար Սոֆյան շտապում է քննիչի մոտ, ձեռքին հնարավոր է ապացույցներ կամ գոնե բանավոր ցուցմունքներ, նա հույս ունի, որ վերջապես կարող է ապացուցել Արտակի սպանության մեղավորներին բացահայտել, և իհարկե դեռ կասկածներ ունի, որ Դավիթը արդարացվելու է, բայց այստեղ առաջ է գալիս մի շատ կարևոր հարց՝ արդյոք քննիչն իսկապես անկաշառ է, թե նա գտնվում է Ռաֆի վերահսկողության տակ։ Սերիալում բազմիցս ակնարկել են, որ Ռաֆն ունի իր մարդիկ թե դատարանում, թե իրավապահ համակարգում, այդ պատճառով, ինչպես ենթադրում են բազմաթիվ հեռուստադիտողներ, չի բացառվում, որ քննիչը Սոֆյայի խոսքերը փոխանցի հենց Ռաֆին, խուսափելով պաշտոնական արձանագրությունից։ Դա հնարավորություն կտա Ռաֆին գործել, նախքան Սոֆյայի վկայությունը պաշտոնական տեսք կստանա։ Իմանալով, որ Սոֆյան պատրաստ է բացահայտել ճշմարտությունը, Ռաֆը չի նահանջելու, նա բազմիցս ապացուցել է, որ պատրաստ է ցանկացած քայլի, լինի դա սպառնալիք, փրկագին կամ անգամ բռնություն։ Սոֆյան այժմ դառնում է գլխավոր վտանգը Ռաֆի ամբողջ շղթայի համար, ուստի չպետք է բացառել, որ առաջիկա սերիաներում Ռաֆը կփորձի հեռացնել Սոֆյային, հնարավոր է ավտովթար կամ հանկարծակի առողջական խնդիր սահմանափակել նրա ազատությունը, ստիպել լքել երկիրը կամ թաքնվել, կաշառել կամ ահաբեկել, ստիպելով լռել ու հրաժարվել ցուցմունքից։ Սրանք իհարկե ենթադրություններ են, սակայն սերիալի նախորդ զարգացումներից ելնելով ամեն ինչ հնարավոր է։ Մյուս կողմից չպետք է բացառել նաև Սոֆյայի խորամանկությունը, հնարավոր է, որ Սոֆյան բեմադրել է իր այցելությունը քննիչի մոտ, սակայն իրականում արդեն փոխանցել է տեղեկությունները մեկ այլ վստահելի անձի։ Սա կարող է դառնալ սերիալի մի կարևոր շրջադարձ, երբ Ռաֆը համոզված է, թե կառավարում է իրավիճակը, սակայն իրականում արդեն ուշ կլինի։ Սոցցանցերում քննարկումները եռում են ահա մի քանի տիպիկ մեկնաբանություններ, իսկ եթե Սոֆյան իրոք դառնա հերոսուհի ու կոտրի Ռաֆի խաղը, էս քննիչը հաստատ Ռաֆի մարդն ա, Սոֆյան սխալ հասցեով ա գնում։ Չեմ հավատում, որ Ռաֆը թույլ կտա Սոֆյային խոսել մի բան, կմտածի հաստատ։ Առաջիկա սերիաներում հավանաբար կտեսնենք Սոֆյայի փորձը բացահայտելու ճշմարտությունը, Ռաֆի նոր դավադրությունները, քննիչի դրսևորած իրական կողմնորոշումը, Դավիթի ճակատագրական ազատությունը կամ նոր մեղադրանքը։ Ամեն ինչ հուշում է, որ սյուժեն արագորեն շարժվում է դեպի կուլմինացիա, իսկ Սոֆյան դառնում է այն առանցքային կերպարը, որի գործողությունները կարող
կարող են փոխել բոլորի ճակատագրերը, իսկ մինչ կբացահայտվեն այս և այլ շատ հետաքրքիր գաղտնիքներ, չմոռանաք միանալ մեր ալիքին: Մենք ձեզ համար կբացահայտենք շատ հետաքրքիր նորություններ, գաղտնիքներ, ինտրիգներ, որոնք տեղի են ունենալու հեռուստասերիալներում: Ձեզ համար կբացահայտենք նաև նոր հեռուստասերիալների, հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների, շոու-բիզնեսյան անցուդարձի մասին և ոչ միայն: Իսկ մոտակա օրերին հեռուստադիտողներին հետաքրքիր անակնկալ է սպասվում: Սերիալը քայլ առ քայլ մոտենում է իր ավարտին, իսկ ավարտը հաստատ արդարացնելու է հեռուստադիտողների սպասելիքները, քանի որ Ելենա Արշակյանը մշտապես անում է այնպես, որպեսզի հեռուստադիտողները գոհ մնան հեռուստասերիալի ավարտից: Իսկ թե ինչ զարգացումներ կլինեն հեռուստասերիալում, ցույց կտա միայն ժամանակը, բայց ավարտը լինելու է հետաքրքիր ու դիտարժան: Ելենա Արշակյանը մշտապես իր հարցազրույցներում նշում է, որ ավարտն այնպես են անում, որպեսզի հեռուստադիտողները գոհ մնան: Իհարկե, բոլորին գոհացնել դժվար է, քանի որ հեռուստադիտողները մշտապես ունենում են տարբեր կարծիքներ, բայց մեծամասնությունը հաստատ հաղթելու է այս դեպքում ևս: Իսկ մեծամասնությունը ցանկանում է Ռաֆին տեսնել պատժված: Իհարկե, ոչ թե մահացած, այլ պատժված, քանի որ նա պատժի ընթացքում գոնե հավանաբար խելքի կգա: Բայց մահանալուց մարդ այդքան էլ չի տառապում ու չի գիտակցում իր սխալների լրջությունը: